Եթե Հայաստանի Հանրապետությունում միգրանտ աշխատուժ գար, ասենք Ռուսաստանից, քրիստոնյա երկրներից, այսպես ասած, այլ ոչ թե Հնդկաստանից, Պակիստանից, եւ այդ աշխատուժը Հայաստանի Հանրապետությունում իրականում նրանց տեղաշարժը անգամից չի վերահսկվում, նրանց մի մասը, հա, հիմնականում խնդիրներ են առաջացնելու օրհասական պայն, առաջին ընտրությունների ժամանակ միգուցե եւ օգտագործեն իրենց, որտեղ կա այսպիսի մի օրենք, եթե չեմ սխալվում, որ եթե 6 ամիս եւ ավելի դու տվյալ երկրում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ապրում ես, աշխատանքի իրավունք ունես, բնակվելու իրավունք ունես, դու կարող ես ընտրություններին մասնակցել, սա մեկ, եւ երկրորդը ահաբեկչական գործոնն է։ Ինձ համար ավելի շատ մտահոգում է դա, որովհետեւ մենք չգիտենք իրականում այդ մարդիկ, որ Հայաստանի Հանրապետություն են գալիս աշխատելու համար, իրականում հնդիկ են, պակիստանցի են, նեպալից են, բանգլադեշից են եւ այդ մարդիկ օրհասական պահին արդյոք իշ չեն ներգրավվի օտար ուժերի կողմից եւ հատուկ գործակալների կողմից Հայաստանի Հանրապետություն ահաբեկչություն իրականացնելու համար հանրային վայրերում, մետրոյում, մեծ մարդկանց կուտակման վայրերում եւ խնդիրներ չեն առաջացնի, որտեղ հիմնականում փորձը ցույց է տալիս այն երկրներում, որտեղ ահաբեկչությունը տեղի ունենում, ոչ թե տվյալ երկրի բնակիչներն են այդ ահաբեկչությունը իրականացնում, ոչ, նման բան չի կարող լինել, այլ իրականացնում հիմնականում միգրանտ եկվորները եւ Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտը չի կանոնակարգվում, վստահեցնում ձեզ հնդիկ քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետությունն է եկել աշխատելու համար, ազատ տեղաշարժում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ազատ կարողանում է վարձակալել, ազատ կարողանում է աշխատանքի ընտրություն իրականացնել, որտեղ աշխատել, որքան աշխատել, ինչպես աշխատել, դա արդեն իսկ իրեն մեջ պարունակում է տնտեսության, անվտանգության, երկրի անվտանգության, ռազմավարական նշանակության օբյեկտների անվտանգության խնդիր։ Եկեք չմոռանանք, որ մենք ունենք ատոմակայան, եկեք չմոռանանք, որ մենք ունենք ռազմաստրատեգիական նշանակություն ունեցող հիմնարկ ձեռնարկություններ, եկեք չմոռանանք, որ առհասարակ ցանկացած միջավայրում հերթական անգամ Եվս մեկ հնդիկ ցանկացած միջավայրում կարող է լինել ահաբեկչություն հանրային տրանսպորտում եւ ազգային անվտանգության թիվ 1 խնդիրը ոչ թե որսալ, այսպես ասած ժողովրդի լեզվով հականիկոլականներ, այլ ազգային անվտանգության թիվ 1 խնդիրն է վերահսկել Հայաստանի Հանրապետությունում միգրանտ աշխատուժի տեղաշարժը, նրանց աշխատանքի գործունեությունը, նրանց կրոնական դավանանքը, այդ ամբողջը պետք է խորապես ուսումնասիրվի եւ հետեւողական լինել, այլ ոչ թե բացի թողի վիճակում, ով որտեղ ուզում է միգրանտ աշխատուժի տեղաշարժվում են։ Շատ կարեւոր է դա Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից վերահսկվի։ Իսկ փաստը ցույց է տալիս, որ չի վերահսկվում։ Ես ինքս կան միգրանտ աշխատուժ, որոնք հայերեն խոսում են իրենց հետ շփվելուց, ասում են Լեննականում էի աշխատում, հետո որոշեցի Հրազդանում աշխատել, հիմա Երևանում եմ աշխատում, արդյոք այդ իր 3 տեղաշարժը վերահսկվեց թե ոչ։ Վստահեցնում ձեզ, որ չի վերահսկվում եւ միգրանտ աշխատուժի զգալի մասը միգուցե ֆինանսական գործոնից, դրսի ուժերի գործոնից, դրսի գործակալներ գործոնից, հա, Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնեն ահաբեկչությունների տեսքով, խժդժությունների տեսքով, կրոնական հողի վրա, քաղաքական հողի վրա, այնպես որ այդ խնդիրը շատ խորն է Հայաստանի Հանրապետություն եւ գնալով խորանում է, խնդրում եմ քայլեր ձեռնարկեք, հատուկ ծառայությունները, հատուկ այդ մարմինները, հա, թող իրականացնեն հետազոտություններ, ուսումնասիրություններ եւ տեղաշարժը վերահսկել պետական մակարդակով։